Անպատեղ ելույթի իմաստը ոչ ոք այդպես էլ չհասկացավ։ Արևելյան գործընկերության նախարարական հավաքից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Լրագրողների հետ հանդիպմանը Բաքվի պատվիրակի ելույթին անմիջապես արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը։ Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները չարաշահելով այս հարթակը օրակարգի թեմայի արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։ Արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանում անվտանգությունը վտանգված է հենց Ադրբեջանից մշտապես հնչող սպառնալիքների պատճառով, հիշեցնելով ապրիլյան ագրեսիան։ 2016-ի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, Դաեշի ոճով գլխատումներով։ Այնուհետև Նալբանդյանը անդրադարձել է հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպին։ Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարգային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։ Նալբանդյանը հիշեցրել է Ադրբեջանը պետք է պահպանի հրադադարի եռակողմ համաձայնագիրը եւ ներդնի հետաքննության մեխանիզմները։ Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 94-ից 95 թվականների զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաեւ կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։ Բայց հավաքվել էին Եվրամիության հետ գործակցության օրակարգով, մինչև Ադրբեջանի պատվիրակի սադրիչ ելույթը Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ավարտվել է առաջիկա 3 տարիների հայ-եվրոպական առաջնահերթությունների մշակումը եւ վաղը Երևանում կսկսվեն Եվրամիության կողմից տրամադրվելիք միասնական աջակցության շրջանակի բանակցությունները։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։